Պարոն Ղուկասյան, անհետ կորած զինվորների հարազատները կառավարության մոտ են, հստակ պահանջը այսօր որն է ու նաև հաշվի առնելով, որ Փաշինյան այս բային ազգային ժողովում է, ինչու ենք հենց կառավարության դիմաց։ Ճիշտ ասած մենք չէինք իմանում ինքը որտեղ է, չէ՞ вообще-то հետաքրքրում, կարծում ենք այստեղ է։ Մեր ստեղի այսօրվա հավաքվելու նպատակն է, քանի որ առավոտը շուտ դուք իմացաք, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ 5 տարի շարունակ մեր երեխեքի հարցով, երեխեքի ճակատագրի հարցով զբաղվել է ԱԱԾ կառույցը իր ղեկավարի հետ մեկտեղ։ Ու բազմաթիվ հանդիպումների ընթացքում էլի միշտ այդ մարդը տեսել ենք իր նվիրվածությունը այդ հարցին, ինչ ձև այդ մարդը տրամադրված, ու միշտ էլ ինքը ասել է, որ ես այս հարցը մինչև վերջ տանելու եմ։ Հիմա եթե ինքը արդեն չկա այդ կառույցի հետ, բնականաբար արդեն հարցը դառնում է ոնց որ այն հարցը, որ վсё, արդեն այդում է պատմության գիրկը։ Հիմա մենք չգիտենք նախ իր տեղը ով է գալի։ Պաշտոնակատարը։ Ինչպես։ Նրա տեղակալը հենց նշանակվել է պաշտոնակատար, Աբազյանի տեղակալ։ Կացանք պաշտոնակատար, բայց ես չգիտեմ այդ պաշտոնակատարը, ասենք դաժե եթե ուրիշն էլ նշանակվի, օրինակի համար, էլի արեք պատկերացնեք։ Նայեք, այդ մարդը այդ պրոցեսներին ծանոթանալու համար ժամանակ է, ճիշտ է էլ է տալու, որը որ այսօր հասկանում ենք, չէ՞ ժամանակ ումից է դուրս գալի, ում քթերից է ելնը, մենք իշքան 5 տարուց ավել է սպասում ենք։ Հիմա մենք եկել ենք, որ ասենք իրան, այս թրկահապատակ իշխանությանը, որ թարգի է ամեն ինչը, դա վերջապես մենք էլ ենք, չէ՞ այս երկրի մարդ, մենք էլ ենք այս երկրին տվել մեր ամենաթանկը, մեզ էլ չէ՞ պետք է հաշվի առնվի։ Թող կամ Արմեն Աբազյանին հետ է դնում նույն իր պաշտոնի, որ այս մարդը իր գործը անի, հասցնի ավարտին, թե չէ, թող արդեն որ ասում է պինյայն ասիվյա։ Արմեն Աբազյանի աշխատանքները նրա պաշտոնավարման օրոք որտեղ են հասել, որ փուլում են անհետ կորածները։ Ոնց, դա մի քիչ այնց հարց եք տալի, որ դա արդեն ես չեմ կարող Արմեն Աբազյանի արած աշխատանք ասեմ, որ մեր բարբերաբար հանդիպումների ընթացքում ինքը էլի ասում է, որ որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերվել Ադրբեջանի հետ եւ այլ, այսինքն դրական շարժ կա, որ մի օր, մի գեղեցիկ օր այդ հարցի լուծումը մեկը պետքա լինի, ես քիչ առաջ ձեր նոր լրագրողներից ձեր գոլեգային են ասում, մենք 5 տարուց ավել անորոշության մեջ մարդ ենք մենք չգիտենք ուր են մեր երեխեքը, ինչ ա եղել մեր երեխեքին, մենք հիմա ասում ենք գոնե դիակ գոնե բերեն տան մեզ, իսկ այս սրանք անող չեն, ցավները տանեմ, սրանցից մենք ոչ մի բան չենք սպասի, այսինքն 5 տարի ոչ մի բան չեն էլ արել, որ մենք տենայինք, հույս ունենայինք, ասենք լավ, Աբազյանը չի անի, չգիտեմ, Արաբաթը կանի, նրանք բան անող չեն։ Այսինքն հույս չկա։ Դե արդեն եթե այս մարդը փորձում է մեր վերջի, եթե ինքը մեր վերջի հույսն է կադրում, ես ուղղակի նորից եմ ասում, չեմ ուզում կոպիտ բառեր հնչեցնեմ մարդկանց վերջի հույս կադրողը ով է։ Ինքը մի քիչ առաջ ասում էր կապված Արմեն Աբազյանի հետ, ասում էր ժամանակներ, որ ինքը գնար հանգստանալու։ Ինքը չի որոշում, այդ մարդն է որոշում, ինքը ուզում է այդ թե չէ, մենք շատ լավ գիտենք այդ խի ա եղել, ոնց այլ է։ Հաշվի առնելով երեկվա գործողությունները։ Ախված լուրերի, էդի սաղ եկել է երեկվա Սամվել Կարապետյանի հետ թեմայից, տենց է, ես չեմ կարող ինչ-որ ասեմ ինչը ոնց է հստակ, բայց մեզ հասած ինֆորմացիա, որ Աբազյանին ասվել է գնալ կալանքի են մարդել ասել են չեմ եթում, որտեղ ճիշտ չի լինի, էլի, այսինքն Սամվել Կարապետյանը հելնի եկեղեցու, Սամվել Կարապետյանի խոսքը լսել եմ, Սամվել Կարապետյանը չէ էլի, ասի ես Գարեգին Բեին եմ աղբեր աջակցում, մարդը էլի ասում է ես իմ եկեղեցուն եմ աջակցում, ես էլ եմ ասում, ես իմ եկեղեցուն եմ աջակցում, ես իմ հավատքին, իմ կրոնին, իմ Աստծուն եմ աջակցում, ես իմ երեխեքի ճակատագրին եմ աջակցում, եթե այդպես բանի հիմար պետք է մարդուն կալանքի վերցնեն, դե թողան վերցեն, ես էլ եմ ասում, ես եկեղեցուց կողմն եմ։ Եթե իրանք այդ խաչի Նախբեջան միշտ են գլխից ասել են մի հատ եկը կրկնեմ, բոլորին էլ ասում եմ, լսել են մարդիկ, եթե մի մարդ կարա իր բերնից հանի խոսք, ու ասի ամեն աղբից խաչ են սարքում ստենդեր, դա իր խոսքերն է, ես Եվ այլ, դե հիմա ես էլ ասում եմ արա, խես չուլանդ պախկվեի, չիստը պատասխան տու մեզի, չէ երեկ ինքն է, չէ ասում խես պախկվե, մի չամատի,
Հիմա ես իրան եմ ասում, խես չուլան այդ պախվը, ինչի մեզի պատասխան տու, մեր երեխեքի հարցը ով է լուծելու։ Իսկ ըստ երեկվա այդ բռնկումը ինչից սկսվեց։ Ո՞ր։ Նիկոլ Փաշինյանի գրառում արեց, տեսեք ոնց է միջամտելու, դրան հետևեցին իրավապահների գործընթացները Սամվել Կարապետյանի բնակարանը։ ԱԾՊ-ի հեռացումը, այսպես բում էր պատերերը։ Ադելի պրիպատկեն բռնել է, էլի, նոպայ է, էլի, բռնում թողում, էլի, անում էդի որ մեկս չգիտի, որնի հոգեկան անհավասար կշիռ մարդ է, նրանից ես ինչ, ենի կա ես ասել եմ, ենի, չէ ոչ թե, ասենք, թուրքը, ոնց եք էլի պատկերստում, ինչ պտի աներ, հիմա ոնց որ, ենցի տանեն դնեն Ադրբեջանի պրեզիդենտ, ինչ կանեմ, այդ երգիրը կտրակցնեմ, չէ, հին մը թուրքին բերը դրել են Հայաստանի պրեզիդենտ, որ ինչ անի, վարչապետ, որ տրակցնի ես երգիրը, հեսա վաղնել ասելու, կրոնները տլեք փոխելու, այս արշավը եկեղեցու դեմ, եսի հենց հնես չի, սա տանում նրան, որ մի գեղեցիկ օրել ասելու, կրոնները փոխում եք ժողովուրդ, դառնում եք մուսուլման, չեք կոտորվելու եք, համաձայն եք, լիքը մարդիկ իս թվում է կհամաձայնվեն, որովհետև սրանք մի քիչ արդեն տարած են, խփնված են նրանց համար, թե եկեղեցին, թե մզկիթ, մեկ է։ Բայց իմ համար չէ, ու այս մարդկանց համար էլ չէ, չկա տես բան։ Իսկ էլ ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։ Եվա, հեսա կտեսնանք, հեսա փորձենք տեսնանք ինչ ենք անում, հետո կորոշենք։